տեսնում ենք, որ մյուս կողմից էլ արդեն քարոզչական տարբեր հնարքներով, հիբրիդային գործակալների դեմ պայքարի ինչ-որ անվան տակ սկսվել են պրոցեսներ։ Անկախ որևէ հանգամանքից։ Հիմա ինչ պետք է անենք։ Մենք պետք է առաջարկենք այսօրվա կառավարիչներին, որպեսզի չանեն այդ քարոզությունը։ Իրանք գործը թող անեն, եթե այդպես իրանց ձեռքում տոյա, հանրությունն էլ իր գործը կանել։ Երեք նախորդին ավետեցին իշխանական շրջանակները հերթական լուրը Ադրբեջանից փաստորեն դիզվառելիք է ներկրվելու, ասում են դիվերսիֆիկացիայի տիրույթում սա պիտի դիտարկել եւ հրաշալի է ձեր գնահատականը։ Գիտեք, ես մի քանի անգամ խորհուրդ եմ տալիս, տվել, հիմա էլ խորհուրդ եմ տալիս առանձնապես պես լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արած հայտարարությունների։ Հիշում եք 10 միլիոն ծառի պատմությունը, 44 օր հաղթում ենք եւ այլն, այդպիսի 10, 15, 20, 30 օրինակ կարող եմ բերել։ Հիմա ինչ եք ուզում, որ ես ասեմ։ Դիվերսիֆիկացիա է, թե ոչ սա։ Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն, հա։ Թող փորձեն տեսնենք, երևի։ Կասկածում եք, այսինքն, եթե ավարտը լավ կլինի, թե ոչ։ Պարոն նախագահ, պարոն Մարուկյանը ընդդիմադիր դաշտին համախմբան կոչ է անում, իր ձևակերպումն է Էդմոն Մարուկյանը համախմբան կոչ է անում ընդդիմադիր դաշտին, իր ձևակերպումն է Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու համար, հանրապետական այս մասով որոշում ունի։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ ձեր ասած հայտարարությանը, ես տեղյակ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, ոչ միայն հայտարարությանը, այլ Իշխան Սաղաթելյանը եկել հանդիպել ենք եւ բոլոր այդ դրույթները, որ նաեւ Իշխան Սաղաթելյան շարադրել է գրավոր, ինձ վաղուց ծանոթ եմ, մենք վաղուց դրա մասին խոսում ենք, այստեղ կարևորը հայտարարություն անելը չի, կարևորը նա է, որպեսզի բոլորը գիտակցեն եւ տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես հանրապետականին։ Չէ, եթե առավոտը Սիրիկուն պետք է մեզ քննադատեն, մենք գնանք այդ մարդկանց հետ ինչ ասենք, Ում նկատում եք, պարոն նախագահ, քննադատողները հանրապետական։ Դուք մամուլ ընթերցում եք, բայց ընթերցում եք, ուրեմն պետք է իմանաք։ Ռոբերտ, երկրորդ նախագահի Civic-ում կայքը քիչ առաջ հրապարակում է կատարել այն մասին, որ ազգային անվտանգության ծառայությունը գրավոր հարցման մի պատասխան դուք կարող եք ծանոթանալ, որպեսզի տեղեկություն է տրամադրել, որ Եզրած arczepiskopos Ներսիսյանը 1986-88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Դուք եղել եք երկրի նախագահ, դուք ԱԱԾ-ում եք եղել, այսպիսի տվյալներ ունեք, ունեցել եք արդյոք եւ սրանք արդյոք գաղտնազերծման ենթակա տվյալներ են։ Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ոչ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հետ ժամանակ, ոչ նախագահի հետ ժամանակ եւ ընդհանրապես իմ նախկին ծառայեկիցները կարող են հավաստել, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ազգային անվտանգության ծառայության հետ, առավել ևս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ կամ այլ հատուկ ծառայությունների հետ, ու ես դրա իմաստը չեմ տեսնում։ Լավ, ենթադրենք, որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց դրանք ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյոք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել, իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը, այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին կամ որի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը օգուտ է բերել, թե վնաս է բերել։ Այնպես որ ես կարծում եմ, այսպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ մրգերանգների։ Եթե դա չի լինում,
ուրեմն ինչ որ այլ ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Եվ այս դեպքում ձեզ այդ ոչ լեգիտիմ նպատակը ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ճնշում գործադրելն է, թե այլ նպատակ։ Խոսքը վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը։ Այսինքն ինչ է, հիմա եղբոր համար պատասխանատու, հա։ Ախր այս դեպի ուր ենք մենք գլորվում, ես չեմ հասկանում։ Եթե իրոք դա իրականություն է։